Բարև ձեզ։ Հայաստանում այսօր մի քանի առանցքային թեմաներ են հատվում, ձևավորելով տեղ-տեղ լարված, տեղ-տեղ անորոշ, բայց դրական սպասումների մի շրջափուլ։ Այդ շրջափուլում կարևոր հարցերից մեկը եկեղեցին է։ Այս հարցում եւ Հանրապետության վարչապետի եւ իշխանության ներկայացուցիչների մոտեցումը դիրքորոշումը միանշանակ է, այն որ Հայաստանին պետք է հոգեվոր կյանքի նորոգում, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ նա պետք է հեռանա։ Հակադրությունը ավելի խորքային է, թերևս այն առնչվում է ազգային ինքնությանը, ի վերջո որն է կարևոր, ավելի կարևոր։ Եկեղեցին թե պետությունը, մենք կրոնական ինքնավարություն պետք է լինենք, թե պետական մտածողություն եւ պետություն ունեցող ժողովուրդ։ Եվ որն է պետության հարատևության բանաձևը։ Իդեպ հենց այս վերտարությամբ էր վարչապետի ելույթը պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ։ Նա անդրադարձավ սահմանադրության փոփոխությանը, լեգիտիմությանը, երկրի ներքին եւ արտաքին լեգիտիմությանը, լեգիտիմություն, գծիկ, անվտանգություն, փոխկապակցվածությանը եւ ուրվագծեց, թե ըստ իշխանության պատկերացման որն է պետության հարատևության բանաձևը, սա իհարկե ընդդիմությունը գնահատում է որպես ավելի շատ եւ ավելի շուտ վարչական ռեսուրսի նախընտրական հավաք։ Ներքին քննարկումների ֆոնին բավական ուշագրավ էր վարչապետի այցը Ղազախստան, հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը, ստեղծվող արդեն ռազմավարական գործընկերությունը, նրա պարգևատրումը բավական լուրջ քաղաքական կշիռ եւ բովանդակություն են հաղորդում այս այցին։ Հաջորդը եւս այցի մասին ենք խոսելու, այս անգամ արդեն քաղաքասարակության ներկայացուցիչների պատասխանայցի, ինչպես գիտեք, մինչ այս Բաքվի քաղաքասարակության ներկայացուցիչներն էին եղել Հայաստանում, Երևանում, հիմա մեր քաղաքասարակության ներկայացուցիչները այցելեցին եւ սա ենթադրում որ պետք է լինի հանրային դիվանագիտության մի նոր էջ, որը որոշակի ազդեցություն կունենա քաղաքական օրակարգի եւ խաղաղության հեռանկարի վրա։ Եվ այսպես հոգևոր, պետական, քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների այս հյուսվածքի մեջ էլ ձևավորվում է հիմնական հարցը կամ ուրվագծվում է դրա պատասխանը, որն է Հայաստանի ուղղությունը, որն է Հայաստանի ապագան։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս ազգային ժողովի падգամավոր Գեգամ Նազարյանն է, բարև ձեզ։ Պարոն Նազարյան, դուք առաջին անգամն եք մեր տաղավարում, ուրախ եմ ձեզ այստեղ հյուրընկալել։ Ես արդեն մոտավորապես ուրվագծեցի այն թեմաները, որոնց շուրջ զրուցելու ենք առաջիկա 30 րոպեների ընթացքում, առաջինը եկեղեցու հարց, այս հակադրությունը ընդհանրապես, քանի որ առաջին անգամն եք նաև ծանոթանանք ինչ դիտարկումներ ունեք, ինչ մոտեցումներ ունեք դուք այս հարցում։ Հակադրությունը ինչի մասին է։ Ես որևէ հակադրություն կամ հակասություն չեմ տեսնում, այստեղ շատ պարզ հարցադրումներ են արված, որոնք ցավոք սրտի մեր հանրության մի մասի համար շոկային են, ցնցակատվածային են, այսպես ասեմ, որովհետև հանրությունը երբեք բաց չի քննարկել նման հարցեր։ Սա նորությունը, սա ցնցում է առաջացնում եւ սա բնականաբար ոմանք կարող են օգտագործել որպես եկեղեցու դեմ հարձակում։ Ես երբ որ այս թեման նոր սկսեց շրջանառվել, ես շատ հստակ իմ դիրքորոշումը ասել եմ, որ եկեղեցու դեմ որևէ հարձակում ես չեմ տեսնում։ Եվ նրանք, ով նման պնդում են անում, իրենք էլ եւս լավ գիտեն, որ սա ոչ թե եկեղեցու դեմ հարձակում է, այլ ցանկություն օգնել, նպաստել եկեղեցու բարենորոգմանը, այսպես ասած։ Ես չգիտեմ դա որքանով կստացվի, որքանով լավ կստացվի, բայց ես բոլոր կողմերին կոչ եմ անում առաջնորդվել հանուն մեր պետության եւ մեր առաքելական եկեղեցու շահերով, չանել քայլեր, որոնք կվնասեն պետությանը եւ առաքելական եկեղեցուն, չառաջնորդվել նեղ անձնային եւ թիմային շահերով, այլ առաջնորդվել պետության եւ եկեղեցու շահերով։ Ուղիղ հարցադրում է արված եւ ես սպասում եմ, եւ ոչ միայն ես, այլ նաեւ ով իրեն համարում է կամ ով հայ առաքելական եկեղեցու անդամ է, որ ի վերջո կաթողիկոսը հրապարակային հայտարարություն անի, թե ինքը այդ ուխտը խախտել է, թե չի խախտել, որովհետև եւ ես եւ հանրությունը այո կարող ենք լսել ինչ-որ մեղադրանքներ, բայց ում հասցեին հնչում են այդ մեղադրանքները եւ այդ մարդը
եկեղեցուն վերջին դերակատարումը ունեցող մարդն է, նա պարտավոր է հրապարակային հայտարարությամբ հերքել կամ ընդունել այդ մեղադրանքը, որովհետև այս իրավիճակի երկար պահպանումը ինքը վնասում է ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, այլ նաև եթե մենք վերևից ենք նայում, իսկ մենք պարտավոր ենք վերևից նայել, որովհետև վերջին պատերազմում դրան հաջորդած իրադարձությունները մենք երկնքում ունենք մեր երեխեքին, որոնք հանուն մեր պետության, հանուն մեր եկեղեցու իրենց ամենաթանկը երկրային կյանք տվեցին եւ իրենք եւս երկնքից ես կասկած չունեմ հետեւում են այս ամեն ինչին եւ ըստ դրա ես ասում եմ մենք պետք է մեզ հաշիվ տանք նաեւ այդ տղերքի առաջ մենք ինչ ենք հիմա անում եւ շատ պարզ հարցադրում է արվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որին շատ պարզ պատասխան պետք է տրվի, մնացածը դատարկ խոսակցություններ են եկեղեցու դեմ հարձակում, թե չգիտեմ այս կամ այն երկրի պահանջ եւ այլն շատ ուղիղ հարցադրում է, ես էլ հանրության մյուս մասի հետ մեկտեղ սպասում ենք այդ մեղադրանքի, որովհետեւ դա իրոք մեղադրանք է, պատասխանին եւ ես կրկին ասում եմ, մեր ամեն քայլը պետք է բխի մեր պետության եւ մեր եկեղեցու շահերից։ Հիմա դուք ասում եք, որ կոնկրետ պարզ հարց է հնչել եւ այդ հարցի պատասխանը պետք է հնչի։ Կաթողիկոսը լռում է, հարցի պատասխանը չկա։ Վարչապետը այս ամբողջ գործընթացի սկզբում խոսում էր Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր հավաքի մասին, բայց այդ հավաքը կարծես թե առայժմ չկա, փոխարենը վարչապետը անընդհատ այսպես ամեն կիրակի մասնակցում է պատարակների, սա ինչ է նոր մարտավարություն եկեղեցու հետ հարաբերությունները բարձելու, ավելի ճիշտ ձեր ասած հարցի պատասխանը ստանալու եւ ինչ որ հանգուցալուծում կնալ, հանգուցալուծման հասնելու։ Ես չեմ կարծում, որ սա եկեղեցու դեմ պայքար է, եկեք այդ հարցերին միշտ ուշադիր լինենք, սա ուղիղ հերակա ես երկխոսություն է Գարեգին երկրորդի կաթողիկոսի հետ, որին գիտեք այնպիսի ուզում էին տպավորություն ստեղծել, որ եկեղեցում որևէ մեկը միտք չունի, կարծիք չունի եւ իրավունք չունի այդ կարծիքը արտահայտելու։ Եվ երբ որ հանկարծ մի հոգևորական լինի եպիսկոպոս, arczepiskopos, թե մի առաջնորդ, քահանա եկեղեցու համարձակվում է մասնակցել պատարակի, որին ներկա է գործող վարչապետը, մյուս կողմից քաղաքական որոշ ուժեր այնպիսի հարձակում են գործում այդ մարդկանց վրա, կարծես այնպիսի տպավորություն է իրենք Միքայել հրեշտակապետի կողմից ուղարկվել են, որ իրենք այստեղ հարցեր կարգավորեն։ Դա շատ կեղտոտ ու տխուր տպավորություն է թողում եւ իմ համար ամենացավալին գիտեք որն է, որ երկու կողմից էլ նրանք ովքեր կաթողիկոսի կողմնակիցներ են եւ նրանք ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ են, առավել ակտիվ, ջերմեռանդորեն իրար վիրավորելով պայքարում են նրանք, ովքեր մեծ հաշվով եկեղեցուց հեռու կանգնած մարդիկ են։ Այս սա ինձ մեծ ցավ է պատճառում, բայց ես հուսով եմ, որ Աստծո կամոք մենք այս բարդ փուլը կհաղթահարենք, որից շահած դուրս կգա եւ եկեղեցին, եւ պետությունը, եւ մեր ազգը։ Ասում եք այնպեսի ջանասիրությամբ են, հա, հանդես գալիս, կարծես Միքայել հրեշտակապետի, հա, այդպես ասեցիք, կողմից ուղարկված լինեն, եւ ընդ որում հարցը տարբեր դիտանկյուններից են փորձում քննարկել։ Դրանցից մեկն այն է, որ տեսեք այն պատարակներին, որոնց մասնակցում է վարչապետը, մարդկանց քանակը այդքան շատ մեծ չէ։ Կարծում եք, այստեղ իշխանության համար կարևոր է խնդիր է տրվել մարդաշատություն ապահովել, այսինքն մարդիկ շատ լինեն, թե այդ պատարակների քանակը շատ լինի։ Ես եւ լավ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, շատ վստահ եմ, որ եթե ինքը խնդիր դներ, որ եկեղեցում եւ եկեղեցու շուրջ պետքա X քանակի մարդ լիներ, նա այդ խնդիրը կլուծեր, նման խնդիր դրված չէ, խնդիրը ուղղակի զուտ պատարակի անցկացումն է։ Եվ պատարակների քանակն ավելի կարևոր, քան թե մարդկանց։ Նիկոլ Փաշինյանը եւ դա անդիմությունն էլ գիտի, լինելով վարչապետ, լծակների է տիրապետում, որի օգնությամբ ցանկության դեպքում կհավաքի գոնե այնքան մարդ, որքան հավաքվեցին մարզահամերգային համալիրում։
Դա բարդ խնդիր չի։ Եվ ընդդիմությունը այնքան անդադար սխալներ է թույլ տալի։ Ես անկեղծ ցավում եմ ընդդիմության համար, որովհետև ընդդիմության թույլ լինելը թույլատրում է նաև իշխանությանը, թույլատրում է պետությունը։ Իսկ ընդդիմությունը, չգիտեմ, մանկական սխալներ է թույլ տալի, այնպիսի հարցադրումներ են անում, այնպիսի մեղադրանքներ, որոնք շատ արագ հերկվում են, շատ արագ պատին են դեմ առնում ու փլուզվում են։ Էսա չէ, մարդաշատության խնդիր չկա։ Երևի թե ավելի կարևոր է իշխանության համար համարվում ոչ թե պատարակներին մարդկանց քանակը, այլ հենց պատարակների քանակը։ Այսինքն զուգահեռ իրականություն, հա, ոչ, դա իմ կարծիքն է, ես ասենք որևէ մեկի հետ չեմ խորհրդակցել հիմա այս հայտարարությունը անելով, ես կարծում եմ, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տա, որ մեր եկեղեցին առողջ է, որ ունենք քահանաներ, ունենք եպիսկոպոսներ, ունենք arczepiskopոսներ, ունենք հոգևորականներ, որոնք ծառայում են եկեղեցուն եւ ոչ թե կոնկրետ ինչ-որ մի անձի։ Այս թեմայի շուրջ մեկ հարցել եւ անցնենք առաջ, արդեն կանք ձեր վկայակոչած այդ պետական մարմնի ներկայացուցիչների համաժողովին, եկեղեցու շուրջ ինչպես եք տեսնում զարգացումը, այս ճգնաժամի հանգուցալուծումը, մոտավորապես երբ ինչպիսի հանգուցալուծում կարող է լինել։ Եթե այսպիսի մի տեսական բան ասեմ, եթե երկու կողմերն էլ վարչապետը եւ կաթողիկոսը ինձ հարցնեն, ասեն, ինչ անենք այս իրավիճակում, ես էլի նույնը կասեմ ձեռնպահ մնանք միմյանց նկատմամբ սուր եւ վիրավորական իրավիճակը սրող հայտարարություններից եւ որոշակի խելամիտ ժամանակ տանք կաթողիկոսին, որ պատասխանի այդ գլխավոր հարցին։ Իսկ պատասխանից հետո արդեն կբխեն մյուս իրադարձությունների, այո, եւ ամեն ինչ կլինի հարթ ու հանդարտ եւ մեր պետությունը, մեր ազգը այս մի խնդիրներ, որը կուտակվել է դարերի ընթացքում, ոչ թե տարիների, այլ դարերի, սա հետևանք է մեր պետություն չունենալու։ Մենք Էջմիածինը նորից դարավ կաթողիկոսի գլխավոր նստավայր 1441 թվականին։ Մի հատ ուշադրություն դարձրեք այս թվին։ 1441 թվական Հայաստանը պետություն չունի, այստեղ իշխում են թուրքմենական ցեղերը։ Ամբողջը 90% հայ բնակչություն է, բայց ի վերջո իշխում է թուրքմենական ցեղապետը։ Եվ 1441 թվականից մինչ 1991 թվականը Հայաստանը անկախ պետություն չի եղել։ Այն երկու տարին 1918-19 շատ քիչ է եկեղեցում ինչ-որ բարենորոգումներ անելու համար։ 91 թվից մինչև հիմա ես կասեի 99-ից մինչև հիմա, երբ որ կաթողիկոս ընտրվեց Գարեգին II-ը, այդ բարեփոխումը եկեղեցում այդպես էլ չեղավ։ Մենք ինչպիսին պետք է լինենք անկախ պետություն ունենալու պարագայում եւ երբ ցավոք սրտի օտարները մեր մեջ, մեր եկեղեցու մեջ ներդրեցին, որ շուտ գաղտնի քողարկված պայքար պետության դեմ, որովհետեւ եկեղեցուն ներարկեցին, որ դու կարող ես հանգիստ գոյություն ունենալ առանց պետության, բայց եկեղեցին եւ եկեղեցու ղեկավարները պետք է հասկանան, որ այդ Աստծո շնորհ նվերա, երբ որ դու ունես ազգային պետություն եւ այնտեղ կարողանում ես գործել եւ այդ տեղից էլ ղեկավարես մյուս համայնքները, որոնք գործում են մեր եկեղեցական հոտերը, որոնք գործում են Ավստրալիայից մինչև Հարավային Ամերիկա։ Եվ ըստ էության գալիս ենք այդ հարցադրմանը, թե որն է կարևորը եւ մենք ինչպես ենք պատկերացնում մեզ որպես կրոնական ինքնավարություն, թե պետություն ունեցող ժողովուրդ։ Այդ հարցադրումը
երբեք ու երբեք չպետք է մենք անենք, դա կայսրություններն են մեզ տալիս, որ դա ինչ վատ է, կարող է գնալ էջմիածին աղոթեք, մենք ձեզ ուզում է այստեղ լինի ռուսական, պարսկական, թուրքմենական, օսմանյան, չգիտեմ, ինչական իշխանություն, կարևոր է էջմիածինին ձեռք չենք տա, դուք կգնաք կաղոթեք, կգաք, բայց մեզ համար կարևորը պիտի լինի պետությունը։ Դա քննարկել մեր համար կարևորը հիշում եք Հիսուսին, որ բերեցին, ասում են, այս հիմա այս հարկը տանք, չտանք, ինչ անենք, ասում է Աստծուն, հարկայինը պետական եկամուտների նախարարությանը, չէ՞։ Պարզ ասում է, դա հակադրման ենթակա չի։ Մենք ունենք հոգևոր մարմին, որին անհրաժեշտ է հոգևոր կյանք, ունենք ֆիզիկական մարմին, որին անհրաժեշտ է ֆիզիկական կյանք եւ դրանից աշխարհի բոլոր նորմալ պետությունները, որոնք կայացել են, երբեք անգլիական պետությունում հարցադրում չեն անում։ Պետությունն է կարևոր, թե անգլիական եկեղեցին։ Կաթոլիկ եկեղեցին է կարևոր, թե Իտալիա պետությունը։ Դրանք այնքան խառնված են, որ ասենք հիմա մեր համար երիկամներն են կարևոր, թե սիրտն է կարևոր, երկուսն էլ հանես չես լինի։ Պետություն, պետության հարատևության բանաձև, հաջորդ հարցս, արդեն հաջորդ թեման, ինչ դիտարկումներ ունեք այս պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովի, վարչապետի ելույթի եւ նրա շեշտադրումների, նրա ուղերձների մասին ես արդեն թվարկեցի սահմանադրության փոփոխություն, ներքին եւ արտաքին լեգիտիմություն, գծիկ անվտանգություն։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցեմ, սա Ազատ Ռուսնեֆրի նյուզի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ, պարոն Նազարյան, մենք եկեղեցու հատված անցանք եւ հասանք պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովին, այնտեղ հնչած ելույթին եւ հիմնական շեշտադրումներին, ձեր դիտարկումները։ Ես ձեռնպակ կմնամ մեկնաբանություններից, դիտարկումներից, որովհետեւ ինքը խորքային հարցադրումներ են հնչել շատ, որին մակերեսային ես չեմ ուզում անդրադառնալ, բայց ես կարևորում եմ, որ վերջապես տասնամյակների ընդմիջումից հետո կարևոր հարցադրումներ են հնչում, որի մասին մեր հասարակությունը գաղտնիք չեմ բացի, բայց չէր էլ մտածում այդ հարցադրումների մասին, որի մասին այսօր խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Ասենք լեգիտիմություն։ Այո, հարցեր են եղել, որ մենք չենք էլ մտածել, չենք էլ անդրադարձել այդ խնդիրներին, գիտեք, կենցաղային չէ, մեր ընտանեկան մակարդակում էլ, երբ որ այդ թեմաներին սկսում ենք անդրադառնալ, մենք հասկանում ենք, որ լուրջ խնդիր կա։ Հարցեր են եղել, որ հասարակությունը այնքան է իրան խափած ապրել, որ այսօր, երբ որ այդ մասին խոսում ես, ինքը ջղաձգվում է։ Այդ անհատը, որովհետև ինքը մի ամբողջ կյանք 40, 50, մարդկա 70 տարի ապրել է ինչ-որ արժե համակարգերով, որ իր համար եղել է կարևորագույն ու քննարկման ենթակա չէ, որ դա է ճշմարտությունը։ Այսօր գալիս ասում ենք, գիտեք, մի հատ ընկեր, մի հատ մտածի, մեր լինելու համար մենք պետքա լեգիտիմ լինենք աշխարհի համար։ Մենք պետքա խնդրահարույց չլինենք մեր հարևանների համար։ Ջղաձգումը առաջան ասում ոնց թե մենք ինչ կուզենք կանենք, մենք ինչ կուզենք կասենք, այ հարևանները չեն կարող ասել ոչ մի բան, բայց մենք ինչ, որովհետև մենք Արարատ ունենք, որովհետև մենք մեզ ոչ մեկից չեն գերադասում, պարզապես մեզ հայ են ասում, այսպես դաստիարակված ազգը այնքան բարդ է, ես անկեղծ երբեմն մտածում եմ, իսկ ես այսպես միանգամից այս հարցադրումները կանեի, թե սկզբից կփորձեի ակադեմիական շրջանակներում քննարկել փակ, որովհետև իրոք հիշեցի մի պատմվածք իտալացի հայտնի գրողի Պինգվին աշխարհագրագետ Պինգվինի մասին, որը մի ամբողջ կյանք ապրել էր եւ դասախոսել էր ապացուցելով, որ
այսբերգը դա կեղծ է, սառույցը երբեք չի տրոհվում եւ այսբերգների մասին պատմությունները լեգենդներ են եւ օրերից մի օր սառույցը ոտքի տակ ճաք է տալիս եւ այսբերգի այդ կտորի վրա պինգ վինը շարժում է օվկիանոսով դեպի անհայտ ուղղություններով ու այդ պահին ինքը մտածում է Երանի ինձ ոչ ոք այս վիճակում չտեսնի ինքը չի մտածում որ ինքը գնում է կործանման ինքը ասում է Երանի որևէ մեկը ինձ այս վիճակում չտեսնի հիմա մեր ազգը այդպիսի բազմաթիվ ես չեմ ասում լավ վատ ուղղակի մեր ազգին ներշնչել էին ժողովրդին որ ինչ միջազգային իրավունք ինչ բան մենք ոնց գտնում ենք որ սահմանը պիտի լինի այդպես էլ պիտի լինի առանց մտածելու բա որ եթե մեր հարևաններն են տենց սկսեն մտածել բա ինչ կլինի այդ դեպքում մենք հասարակ այդ մասին էլ չենք մտածել ու այսօր որ հակադրվում են Նիկոլ Փաշինյանին այն ամենա ցավացնող հարվածը ասում են բայց Սերժ Սարգսյանի ժամանակ մենք գնում էինք Աղդամում նուռ էինք ուտում ու գալիս էինք ինչ վատ էր որ գիտես այդ նույնը որ նա որ հարբեցող մարդը մի օր լիարդի ծանր հիվանդությամբ տանում են պարկացնելու ինքը կռիվը անում են մարդկանց հետ որոնք իրեն տարել են պարկացրել են ինքը չի կռվում նրանց հետ ովքեր իրեն դրթել են օգնել են խրախուսել են որ անդադ ոգելից խմիչքներ օգտագործի ու լիարդի հերանիցի Այ ինչ-որ մի պահի մենք գնացինք Աղդամ նուռ կերանք եւ այսօրվա գործող իշխանությունների մեջ շատերը ասում էին Աղդամը մեր հայրենիքն է, որովհետեւ դա քաղաքական պայքարի մի մասն է ու որևէ մեկը չէր մտածում, բա որ հանկարծ սառույցը ճաք տա ու այդ այսբերգի կտորը փոկվի, մենք ինչ ենք անելու։ Ու այստեղ եկան մեր տղերքը արդեն, որոնք այս բոլորի ծանր սխալների գինը իրենց վրա վերցրեցին, Հիսուսի նման իրենց արունը տվեցին ու իրենց արյամբ փակեցին պատերազմի դուռը։ Մենք դրա համար ասում եմ այսօր բոլորս ինձանից սկսած, երբ որ օրը սկսվում է, մենք պետք է հիշենք այդ պատերազմում իրանց կյանքը տված տղերքին։ Երբ որ մենք փողոցով քայլում ենք, կարելի է մեկ-մեկ հիշել, որ այսօր եթե չլիներ մեր ազգի այդ պորոտախոսությունը ու անմտությունը այդ երեխեքը այդ տղերքը այսօր մեր կողքին կքայլեին եւ շատերն էլ արդեն իրենց երեխաների հետ կքայլեին մենք պետքա մի քիչ այս ամեն ինչից դասեր քաղենք ես այս դիտանկյունից կուզեի անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի արած հարցադրումներին ու ասել որ գոնե այս 44 օրյայից հետո գոնե այդ պորոտախոսություն ու մեծամտության մասին մտածենք դա ինչ էր ու ինչ հետևանքներ ունեցավ այնքան հեշտ է ասել որ այ եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության Նիկոլը չլիներ կամ Նիկոլի փոխարեն լիներ Գեգամ Նազարյանը մենք Բաքվում կգրավեինք պատերազմի դեպքում հիմա ցավոք սրտի ամենավտանգավոր փուլը Էսա, որ նորից փորձ արվում ժողովրդին ու հատկապես նոր եկող սերունդին համոզել, որ այդ պատերազմում մենք անհաջողության մատնվեցինք, որովհետև վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, որը մեկը չի ասում, լենգերներ, բայց առնվազն 94 թվականի մայիսից դուք ժամանակ ունեիք մտածելու, գնահատելու, հասկանալու դեպի ուր է տանում այս ճանապարհը մեզ չի կարելի անverջ նստել ու ասել դե հայ միչև մենք եթե ժողովրդի մի մասը գլխի են ընկնում կառավարող մարդիկ ովքեր կառավարման ղեկի մոտ են իրանք շատ լավ գիտեին որ X օր հետո կամ X պահի Ադրբեջանը հարմար պահի արձակվելու է, որովհետև ինքը ես վատ բան եմ ասում, հիմա գիտեմ ինձ էլի կմեղադրեն, Ադրբեջանը լեգիտիմ ու իրավունք ուներ իր տարածքը միջազգայնորեն ճանաչված տարածքը, որովհետև մինչև 20 թվականի
չարաբաստիկ այդ սեպտեմբերի 27-ը եւ Ռուսաստանն էր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Կիպրոսի Հանրապետությունը եւ Հունաստանի Հանրապետությունը։ Ինչու եմ այս օրինակներ բերում, որ ասում են, բա պատերազմի ժամանակ մեզ ինչ չօգնեցին, ով պատի օգներ եւ ինչի համար պետք է օգներ։ Ինչքան էլ դաժան է, բայց մենք այսօր ստիպված ենք եւ առերեսվում ենք եւ ոչ հեռավոր անցյալի եւ այսօրվա դժվարություններին։ Հիմա ինչ եք մտածում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին, հատկապես նոր շերտ է ավելանում, կարծես քաղաքացիական հասարակության, ասենք այսպես հանրային դիվանագիտության։ Ասեմ, ամենակարևորը մենք պիտի հասկանանք, որ աշխարհը փոխվում է ու արդեն փոխվել է։ Ցավոք սրտի մեր քաղաքական էլիտայի մեծամասնությունը դեռ գլխի չի ընկել, որ աշխարհը փոխվել է։ Դեռ մնացել է տասնամյակներ հետ, ինչ-որ հարցադրումներ են անում, ինչ-որ անհասկանալի խոսույթ են օգտագործում ու թվում է ասում ես, լավ դուք լուրերին էլ չեք հետևում, չեք տեսնում, որ այսօր Ռուսաստանի նախագահը ընդունում է Ամերիկայի նախագահի գծագրած խաղաղ պլանը, որը վերաբերվում է Ուկրաինա-ռուսական պատերազմին։ Լավ գոնե այս հատիկը, այս ամեն ինչի չի գալի հուշելու ինչ եղավ, ինչ աշխարհ է, որտեղ ենք մենք գտնվում։ Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը ասում է մենք պատրաստ ենք Ամերիկայի հետ նստել բանակցությունների այս ամեն ինչից հետո ինչ որ եղավ այդ 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմից հետո մեր մոտ քաղաքական ուժեր կան, որ sense ոտը են գցած, ասում են չէ, խաղաղության ծրագիրը մեր դուրը չի գալի, տարեք փոխեք, sense այդ տոնով ու չես հասկանում ինքը սովետական ժամանակների են կոպտորկ կար, կոպտորգում նարինջ ծախող են, թե քաղաքականությամբ զբաղվող ու պետությունը ղեկավարելու հայտ ներկայացնող մարդիկ են։ Գալիս են այնպիսի բաներ են խոսում, ասես իշիրոք լացդ գալիս ասում ես, այս մարդիկ են հավակնում իշխանության։ Եկել է, չգիտեմ որտեղից, ասում է, բանում Վանաձորում պետքա 30 հատ գործարան բացենք։ Հա, ասենք մենք ստե գլխի չէինք ընկնում, որ պիտի բացենք, դու եկար նոր գլխի ընկանք, որ պետք է բացենք։ Բա եկեք ուրիշ հարցադրումներ արեք, ինչի միջև հիմա Հայաստանում լուրջ ներդրումներ չի եղել։ Մի պարզ պատճառով, ոչ թե որ Ռոբերտ Քոչարյանը վատ նախագահ էր, Սերժ Սարգսյանը վատ նախագահ էր, Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, ոչ, որտեղ բոլոր քիչ թե շատ լուրջ ֆինանսական բիզնես ընկերությունները ասում են ընկերներ, դուք կոնֆլիկտային վիճակում եք, մենք ձեր մոտ ներդրում չենք անելու։ Էս խի չեք ժողովրդին ասում, գոնե էս պարզ բացատրու ժողովրդին պիտի ասեք, որ ժողովուրդը հասկանա ինչ է խաղաղությունը։ Գնում են մեղրի, ուզում են մեղրեցիներին ասեն, հա, չեք վախում, մեղրեցիներն ի պատիվ իրանց ասում են, ընկեր ինչից վախենք։ Ինչից վախենք։ Սխալ է այս ամեն ինչը։ Ասում եք ինչ այնքան բան ունենք անելու։ Խաղաղությանը պետք է նախ չոգևորվենք։ Ամենակարևորը ինչից ոգել։ Ես մի հեռու գնամ, գամ այս հարցին պատասխանենք։ 1920-ական թվականներին հայ քաղաքական միտքը մեծամասամբ զբաղված էր համաշխարհային հեղափոխության հաղթանակի գործերով, մոռանալով ազգի շահերը, ադրբեջանցի հեղափոխականները ձևացնելով, որ իրենք եւս այդ գործով են, իրանք զբաղված էին իրենց պետության շահերի սպասարկման, որի հետևանքով մենք կորցրինք Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը, որոնք 99.9%-ով պետք է լինեին հայկական խորհրդային պետության կազմում, հայտնվեցին, որովհետև հայ բոլշևիկները ասում են Այմարդ ոչինչ կարևորը համաշխարհային հեղափոխությունն է։ Հիմա ասում եմ շատ չոգևորվեք, ադրբեջանցիները ատամներով պաշտպանում են խաղաղությունը, որովհետև հասկանում են, որ այդ խաղաղության արդյունքում իրենք ստանալու են Ամերիկայի նման դաշնակից
ու օգտագործելու են իրենց ծրագրերում։ Եկեք մենք էլ շատ չողջևորվենք այդ խաղաղությունը մեր պետության շահերից ելներով օգտագործենք եւ ոչ թե հանուն համաշխարհային խաղաղության եւ Թրամփի Նոբելյան մրցանակի։ Այսինքն կենտրոնանանք մեր պետությամբ։ Ես մի օրինակ էլ բերեմ 54 թվին 1954 թվականին Հարավային Կորեան եւ Պակիստանը նույն զարգացման մակարդակի վրա գտնվող երկրներ են։ Պակիստանը այդ խաղաղությունը հետագա օգտագործեց ներքին բախումների, տերորիստական ակտերի, միջուկային զենք ստեղծելու, չգիտեմ ինչ հիմարությունների վրա, արդյունքում այսօր Պակիստանը ինչ-որ անհասկանալի երկիր է։ Հարավային Կորեան 5 ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից մեկն է։ Ղազախստանի մասով էլ մեկ հարցով անդրադառնանք, դրա քաղաքական կշիռը, կարևորությունը, հատկապես միջին միջանցքի գուցե տրամաբանության մեջ, ընդհանուր խաղաղության գործընթացի մեջ։ Ղազախստանը Հայաստանին հասկացրեց, որ դուք մեր համար դարձել եք ընդունելի երկիր, որովհետև ձեր արևանների հետ ցանկանում եք ապրել խաղաղության մեջ։ Ընդդիմությունը դրան ասում է ստորացում, չգիտեմ ինչ, ոնց իրան թույլ տվեց մահմեդական առաջնորդից առանց մտածելու, այս ինչ են ասում, մենք շրջապատված ենք մահմեդական երկրներ, Իրանը մահմեդական է, ու ասում են ոնց է թույլ տալի մահմեդական երկրի առաջնորդը իրեն պարգևած։ Այ, ամոթ ձեզ, լրջություն է պետք մեր հասար։ Այդ փաստն էլ Ղազախստանը այնպես Նիկոլ Փաշինյանի այցը լուսաբանեց եւ ղազախական մամուլը դու ամաչում ես հայաստանյան մամուլը ինչպիսինն է ղազախական ոչ փայլուն բարձր մակարդակի մամուլը ինչպիսին է որովհետեւ ղազախական պետությունը ղազախ լրագրողները ղազախ քաղաքական հասարակությունը հասկանում է որ իր պետության շահերից է բխում իր ազգի շահերից է բխում որ հայ առաջնորդին լավ ընդունեն, սիրեն, փայփայեն, ճանապարհեն եւ ոչ թե հանուն ինչ-որ մի կերպ կարային չի ասեն, հա դե այդ ում եք պարգևը, պատերազմը պարտված երկրի առաջնորդն եք պարգև, արա ամոթ այդում եք պարգև։ Ոչ մի տես բան, ընդհակառակը մի ոգևորվել էին, որ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում Ղազախ երկչուհու երկինչուների ներքո ինչ-որ տեսանյութ հրապարակել ամբողջ Ղազախստանով տարածեցին բան դա նշանակում է որ Ղազախ ժողովուրդը որը պետություն ունենալու նոր մշակույթ ունի բայց այն ժամանակներից ինքը ունեցել է չէ խանություններ եւ իրենք ավելի լուրջ են մենք դեռ ավելի մանուկ ենք էսա պրոբլեմը Հասունանանք շնորհակալ եմ զրույցի համար հետևենք իրադարձությունների զարգացումներին Սա ազատ զրույց էր Free News-ի եթերում ես զրուցում եի ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ կհանդիպենք